Բարև սիրելի եկեղեցի, Աստված օրհնի բոլորիս։ Անունս Մկրտիչ է, 46 տարեկան եմ, Երևանից եմ։ Երկար տարիներ զինվորական եմ եղել։ Ունեցել եմ հրաշք ընտանիք, սիրելի կին, 2 հատ երեխա, որը կորցրել եմ սատանայի հետ ընկերություն անելով։ Երկար տարիներ թմրանոց եմ օգտագործել, որի անունը բենզին է։ 8 անգամ վիրահատվել եմ, կեսը չկա չանից, 30% է մնացել, բայց ամեն անգամ Աստված ողորմություն արել, որ սաղեմ։ Ու այդ ամեն ինչը օգտագործելով, այդ ամեն ինչը տնելով ես էլի գնում էի նույն այդ բաների հետևից։ Ու մի սիրուն հայտնվա փողոցում։ Մոտ մի 20-25 օր մնացի զմեր, երեսս էլի արդեն փտում էր, մնացի փողոցում, մեր աղբերներից, մեր ավադի եղբայրներից ինձ ջարեց ու պատմեց մեր վերականգնողական կենտրոնի համար, որ ասես կա պտի գնաս, ասու երեսը միայն փնտրես։ Շտա առաջի անգամ, որ ես եկամ այդ կենտրոն, մենակ իմ մեզիկ աղբերին մի բան ասել, որ դու չես եկե տղա ջան, ստե թարգես, նարկոտիկից, խմիչքից, միայն մանգաս ասու երեսը, ու փառք Տիրոջը, որ այդ ամեն ինչը իմ մեջ ապրել է։ Սուրբ Հոգով մկրտվել եմ, ընտանիքիս հետ հարաբերությունը շատ լավ է, ծառայում եմ իմ Տիրոջը ու իմ աղբերներին, շնորհակալություն։ Ձեզ քույրեր, եղբայրներ, Աստված օրհնի ձեզ, օրհնի եկեղեցին։ Իմ անունս Վարդան է։ Ես Երևանում անունդ եմ ապրել, 2006 թվականից դուրսն եմ եղել Ռուսաստանները։ Աշխատել եմ մասնակցությամբ դարբին եմ ու միշտ խմիչքի հետ փոքրուց էլ ծխելու խմիչքի հետ սեր եմ ունեցել։ Հետո սկսա արդեն ուրիշ բաներ էլ ծխել։ 19 թվին եկա, որ պետք է դա հետո այդ կորոնավիրուս կռիվ ու չգնացի։ Աղբերներից մեկի համար գործ էի անում, բան էի սարքում, Աստվածան արի գնանք մի հատ եկեղեցի, ասի չէ, այ աղբեր ասի ես այն վաղ մտածում էի, որ այս աղանդավոր է այս ամեն ինչը։ Ասի չէ, բայց ժամը 11-ն է, 12-ը զանգի ասի, Արմեն աղբեր ասի մի հատ գամ, հետո տենամ այդ ինչ է։ Զանգեցի, ասեցի առավոտը հետո անպայման գամ, առաջ անգամ գնացի։ Ու տե Սուրբ Հոգին որ այցելեց, մի հատ ուրիշ բան էր, իմ մեջ մի հատ այնպես բան կատարեն, հունգուր լացում եմ, չգիտեի խի էի լացում։ Հետո դրանից հետո սկսա արդեն մենակ կիրակի օրերը գնալ։ Հետո թոքերի խնդիր ունեցա, դե փոքրուց ունեցել է, այդ ծխելս էլ ուրիշ բան ծխելն էլ խմելու հետ ոնց որ այդ ամեն ինչը կտրին թոքից 30% մնաց, ու այդ վաղ հիվանդանոցում առաջ անգամ ես Տիրոջ հրաշքը տեսա, մի տարի բուժվել էի, տեսել էի ոնց անում, որ մարդուն վիրահատում են, ինքը 3 օր մենակ պարկած է մնում, տակդիրով բանով, բայց ես որ հելա ասի, Տեր ջան, ես գիտեմ, որ դու կաս, ես 2 ժամ հետո վերակենդանացումից հետո քայլել եմ, ու քայլել էի ոչ թե ես ուրախացել եմ, ես քայլում էի, որ սաղին ուղարկեի տուն, ես մենակ էլի մտնեի թաքուն ծխելու, այդ ձևի ծխող եմ եղել։ Հետո աղբերները տեսան, որ ես համսիրահարվել եմ, համոզում եմ Աստծուն գամ, բայց չեմ կարում։ Ասին Վարդան աղբեր, ասին մի հատ տեղ կա, կուզես գնանք վանատան պես տեղ է, ես չգիտեի ինչ բանա կենտրոն, ինձի բացատրեն ուղղակի վանատունը ինչ բանա։ Ասի գնանք։ Հետո եկանք այդ աղբոր հետ ծանոթացանք, ասեց ոնց ինչ sense պետք է մնաս։ Մնացի 40 օր հետո այդ ընթացքում աղոթքի պատասխանատու եմ եղել, փորձել եմ աղոթել էլ չեմ իմացել նորմալ։ Ու Տերը այնց հրաշքներ ինձ ազատ ագրեց այդ ցանկություններից, խմիչքնա, ծխելնա, այն մյուսնա։ Ինձ Սուրբ Հոգով մկրտեց։ Ու այդ մկրտությունը ուրիշ եկեղեցի եմ եղել, որ ոչ թե մեր կենտրոն, որ ասեմ հա մենք ենք, չէ։ Տերը այնքան հրաշքներ արեց, այնքան վկայություններ, որ մենք մի ընտանիքի պես 40 հոգի տղամարդ ենք, ըլում է խոսակցություններ, թուրիմացություններ, բայց մենք պահա գալի մեկս մյուսի համար ոնց որ
մեր տան մեջ 12 հոգի ենք, բայց ամեն անգամ մտածում ենք ոնց անենք, որ ավել խոսք չլինի, ջղայնություն չլինի, մի տան պես ապրենք։ Ես իմ տիրոջ հրաշքները տեսել եմ, այսօր էլ հեսա կլինի 2 տարի է, ինձ տվել եմ կենտրոնում ծառայելուն, իմ Աստծուն ծառայելուն, որ իմ աղբերներին էլ օգնեմ մի ձև ոնց կարամ։ Ես քանը կասեի սենց կարճ, Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի եկեղեցին եւ բոլոր մեր հայ ազգին։ Ես ուզում եի կարճ վկայություն անեմ մեր Աստծո ողորմության համար։ Ես Ռուսաստան եմ ապրել, ես Կիրովականից եմ 47 տարեկան, անունս Գրիգոր է։ Շատ ժամանակ ապրել եմ Ռուսաստան, ընտանիքս ընտեղ է, երեխեքս ընտեղ են ծնվել, հիմա ինստիտուտ են սովորում Փառք Աստծո, լավ ողով վրա են իրանք, Աստված իրանց պահում է, ողորմություն անեմ, հայրություն անեմ, կարելի ասել, ու ես մի երկար ժամանակ չէ եկել Հայաստան, եկա Հայաստան, ասի գերեզմաններ, բարեկամներ, ընկերներ, գամ տենամ մի 2 շաբաթով, բայց այդ ժամանակ արդեն տանս անախորժություններ կար, որովհետև համ խմիչքի մեջ էի, համ նարկոտիկների մեջ էի, ասենք, որ ինձ թվում էր, թե չափի մեջ եմ, բայց ամեն ինչը արդեն չափից անցել էր, ու նենց ստացվեց, որ ես ասի գամ մի 2 շաբաթով գամ Հայաստան, Էնել եկա ու հետ դառնալ ժամանակ փակեցին ինձ մուտքը Ռուսաստան, պետք է ամիսներ մնա այստեղ, որ հետո կարենա էլի բացեմ գնամ։ Ուստի ավելի շատ մտա ես այդ խմիչքի մեջ, անորոշություն էր, շատ խավար էր լրիվ մոտս։ Ու նենց էր եղել, որ արդեն իմ ընկերներս, որ գալիս են ինձ տեսակցության բան ասենք, մնում էր մի հորյանոցը մի սենյակ էր վերցել, միջև տենանք ինչ կբացվի, Աստված մի դուր կբացի, տենց իմ մտածելով, բայց շատ այլանդակ ձևի ասենք մտել է այդ խմիչքի մեջ, ու սաղ ինձ այնց հեռացան, առանց ինձ կոպտելու, առանց վիրավորելու, շատ հանգիստ, սուս ինձ այնց հեռացան, ու մի մոմենտ զգացի, որ լրիվ մենակ եմ, ու մի ժամանակ մի լավ օր ուզում էի կյանքից վերջ տամ, իսկական ես բան էր մետքս մտել ու շատ հարբած վիճակում ուզում էի նարկոտիկով վերջ տայի ինձ, բայց Տերը ողորմություն արավ, ոնց ստացվեց, որ ես չեմ էլ զգացել, թե ոնց եմ այդ 4-5 ժամը ես չոքել էի, պպզել էի նա Աստուծո առաջ, չեմ էլ հիշում ինչեր եմ աղոթել, ինչ սաղ կյանքս աչքիս դեմներ։ Նու առավոտվա զանգեցի իմ եղբայրներին, Կիրովական ունենք, հովիվ աղբերներ ունեմ։ Չգիտեմ ինչ ոնց Տերը սրտից դրեց զանգեցի ես, այդ եղբորս առավոտ շուտ։ Իրանք մեքենա ուղարկին իմ հետևից, ինձ տարան հիվանդանոց, հետո տեսան վիճակս լավ չի, աղբերները ասին լավ տեղ կա մի հատ, կակրաս դու ունդի ոտքի կկայնես, գնանք Երևան, էդի կաղբոր մոտ, ես չէի ճանաչում, չէի լսած, բայց այդ Կիրովականից միջև Երևան եկանք, շատ բան իմացա լսեցի ու իսկականից իրանք ճանապարհ են մեքենա եմ աղոթել են մի քանի անգամ, ես զգում եմ, որ սիրտս ճմրթվում է, բայց հանդիմանում է, չէի կարող բացեմ սիրտս։ Չգիտեմ, եկա հասանք, Երևան տեսանք, էդի կաղբորը զրուցանք, բան, էդ արանք, ես հենց խաղաղություն եմ զգում իմ մեջ, եկանք այդ կենտրոնը այն ժամանակ շատ մռաչն էր, էլի, շատ պետի պեշկ էր, բան, սենց առանց ռեմոնտ, մի հատ հենց վայր էր, որ, բայց մի հատ հենց խաղաղություն է զգում ես էտե, ես 15 տարի երևի եղբորս, որ կորցեցի, վաղ ժամանակից գնաց,
15 տարի ես մի օր չեղե որ սթափլնեմ։ Բայց ինձ թվում էր դրանով եմ գույնավորում ու հենց ստացվեց որ իմ աղբերներից աղոթքներով ես մի հատ շատ մեծ հրաշք տեսա, ասու հրաշքներ, մեջս սիրտս մի հատ նես խաղաղություն էր անցել, հոգիս հենց այդտեղ պետք գիտեմ ասի, ձեռն ես բարձրացի, ասի, ես հանձնվում եմ Տեր, ասի, ոչ մի տեղ չեմ գնում, ինձ հարցին մնեմ ես, թե հետ են գնեմ, չէ, ասեցի, ասում կես հանեք ես մնում եմ, ու հիմա արդեն տարուց ավելա տար 2 ամիս այս ալն եմ արդեն ստեղ եմ, ինձ վստահել են ծառայություն, ծառայում եմ մասուն, աշխատում եմ, որ հաճելի լինենք մեր Տիրոջը, մեր մեղքերի խաղություն ունենանք, ես մի այդ ընթացքում ուզում էի արդեն, ոնց որ բացվել էր ճանապարհս, ուզում էի արդեն գնամ, ինձ թվում էր թե արդեն պատրաստ եմ, արդեն ես ճիշտ ճամփի վրա եմ, մի 2 օրվա ընթացք էր, որ պետք է գնայի, ինֆարկտ խփեց ինձ, զորով ենա, էդի կախպես հասեց, հիվանդանոց էջմիածին, ընդեից արդեն վրազի մեջ հարսեցին Red Life-ը, ընդե էլի խաչիկ եղբայր կա, ինքն էլա հավատացյալ աղբերա, շատ հոյակապ աղբերա, առանց ոչ մի բանի հարցնելու, շատ միլիոնների օպերացիա էր, բայց մի կոպեկ Տերը թույլ չտվեց, որ հանկարծ մտածենք, դա հրաշք էր, ունեցել որ ժամուկես, տրոմբը սրտից մեջ չէր բացվել ու բժիշկներն ասում էին, հրաշք է, այս 10 տարիներ ցենց բան չենք տեսել, չենք նկատել, Տերը փրկեց ինձ էլի, ես իմ աղոթքներով թեկուս շտապօգնության մեքենայի մեջ աղոթում էի, Տերը փրկեց, միգ ես կարամ գնամ ու ամեն ամիս երևի ամեն ամսա վերջին ասում եմ գնամ, բայց չեմ կարամ գնամ, ասում եմ, ես առաջնորդություն ոնց որ չեմ տենում, էլի ասենք շատ բան էդիկ աղբորիցս սովորում եմ, ինքը շատ է ծառայում մեզ, Աստված օրհնի իր ընտանիքը, իր երեխեքին, իր հարազատներին, բոլոր մեր ավակ աղբերներին, որոնք որ մեզ սովորեցնում են, լցնում են մեր հոգիները ճիշտ խոսքերով, ճշմարտությունով, փառավորվի մեր Տերը, մեր Աստված, փառք ու պատիվ իրան։ Իմ անունը Վրեժ է, 35 տարեկան եմ, ուզում եմ մի հատ կարճ վկայություն անեմ, իմ կյանքից ոնց Աստված գործել է իմ կյանքի մեջ, ինչքան հրաշք է ելել, ինչքան ողորմած Աստված է, 35 տարուց 19 տարի շատ վատ կյանքով եմ ապրել սատանայի հետ sense փաթաթված եթում էի խամրած կյանքում 15 տարեկանից ընկել եմ դրսերը սկսել եմ ծխել ու տենց տաշա խմել ու ավելի ծանր հարսել եմ այնց ծանր թմրանյութերին ու առաջի հրաշքը եղավ 18 տարեկան էի որ ես շատ վատ վիճակում ընկամ ոնց պերեդազիրովկա էլամ ու աշկերես բացել էի հիվանդանոցում, մահացամ, կլինիկի սմերտ էր մոտս, մահացել էի, աշկերես բացել եմ հիվանդանոցում, տենց հերել եմ, որ հետ բերեցին բժիշկները, բժիշկը կայինց ասում, զատվայի սպինոյ ասում, ստեի 2 անգելախրանитель ասում, ձև չեր էլի, որ տենց, իմ մոտ ասում, 25 տարվա մեջ չի էլ է տենց բան, որ մարդը հետ գա։ Հետո թարգել էի, տես ժամանակավոր էր սաղ, էլի, կես տարի չէ, օգտագործում էլի մտնում էի նույն ճամփով եթում էի, ու տենց մի քանի անգամ, 2 անգամ կլինիկի սմերտյա մոտս եղել, լիքը անգամ չէի խրած չէի ելնում, էլի, համել չէի հասկանում, Աստված ինչ ողորմած է, որ ես իմ հավատքով ապրում էի, գիտե ես հավատում եմ Աստծուն, բայց սա խափնված վիճակում էի ես։ Հետո արդեն ես 30 տարի Ռուսաստանում եմ ապրել, ես 2 տարի է Հայաստանում եմ մտել, Աստծո ողորմություններ էլի որ ստեղ եմ, ես արդեն մեռնելու վրա էլի դժոխքի դրան դեմը կայնած ես, մի ոտով ընդեղ է արդեն, էլի Աստված ես կնիկ ու երեխա ունեմ, մամա սաղ Ռուսաստանում են, սաղ ընդեղ են ապրում, ունեն ստացեց որ ինձ պետք է ելնի Ռուսաստանից եթե դեպորտ արեցին պետք է եթան ընդեղից, այդպես բայց ես շատ վատ վիճակ արդեն մի 10 օր 2 շաբաթ էլ մնայի կմեռնեի էլի ընդեղ,
տենց արդեն շատ ուժեղ պոլոտնի, սա ձեռները քաշել են, ոչ մեկ հետս չէր խոսում, երեխես ինձ տենում էր, լացում էր դաժե, չէր ուզում մոտիկանալ ինձ։ Ու որ տենց դեպորտ արին, պետք է գայստե էսել ոնց որ զոնի կոմֆորտը չէի ուզում հելնի, ինձ չէի ուզում գայ, ինձ պայքարում էի։ Վերջի անգամ էլ վերցրեցի, ուզում էի արդեն չէի ուզում դաժե ապրեն, ինձ հիասթափվել էի կյանքից։ Ու ուզում էի արդեն մեռնել, ուզում էի մեռնեի, էլի տենց ասեմ։ Ու էլի տենց աստծո ողորմությունը, էլի գիշերվա կեսին մամաս աշկերը բացում է, տենում է, չկամ, արդեն էլի դուրը ջարդում են, տենում են արդեն կիսամեռ էլի պարկած է, էլի հետ բերեցին մյուս օրը ես եկամ Հայաստան։ Կռիվ էի տալ, էլի չէի կարում։ Չէի հասկանում, էլի ոնց ինչ կյանքով եմ ապրում երևի։ Ու եկամ Հայաստան, Ռուսաստանում էլի կենտրոններում եղել եմ, 3 հատ կենտրոն եմ եղել, առաջի անգամ իմ քաղաքում էր, այնտեղ 2 շաբաթ փախ եմ այդտեղից։ Հենց լսեցի մոտարալեզուները աղոթում են, տեսամ ասում ես, ինչ սեկտա եմ ընկել, ես վերջերս հավաքեցի մի անգամից փախ եմ այդտեղից։ Երկրորդ անգամ արդեն մի 100 կիլոմետր ուրիշ քաղաքում էի, այդտեղից էլ փախ եմ, 7 կիլոմետր անտառով գնացել եմ ոտով, բայց չկարացամ։ Երրորդ անգամ արդեն մի 1100 կիլոմետր էր տնիցս, էլի մեկա փախամ այդտեղից, ես 4-րդ անգամ Աստված բերեց Հայաստան, մուտքս էլ փագից, որ չկարողանամ փախնեմ, երևի։ Ու եկամ Հայաստան, էլի մի 6 ամիս դրսերում ապրում էի, Վարշավայով էի ապրում, հետո ինչ որտեղ եթում էի, ասում էի, ես փորձեմ, էլի մենակով անեմ, մենակով փորձեմ ապրեմ, պաստանի ուտեղ չէի թում գործի մտնում էի, չէր ստացվում, կամ լեզու չէինք հասկանում, մի բան անենց դրություն էր ստացվում, որ հելնում էի գործից։ Անենց օրի ընկամ արդեն, որ էլի դե Աստված, անենց տուպիկները ստեղծեի, անենց պայքար ես հետ ոնց որ կռիվ տամ, Աստծո հետ, էլի չեմ ուզում։ Իրա ողորմությունն է, էլի որ ես դաժե հիմա որ ստե կանցում եմ, դե հրաշք կա մի հատ ես։ Ու վերջում անենց պայի հասամ, որ արդեն հասկացամ կամ պետք է մեռնեմ, չգիտեի ինչ անեմ, անենց վիճակ էր որ մտքերս միտք էլ չէր գալի։ Պարկած ես, չգիտեի ինչ անեի։ Պրոստը այդպես վիճակ էր մոտս ու մի հատ զանգ եկավ։ Հովիվ զանգեց ինձի, Վարդան հովիվներ զանգեց, խոսած հետս։ Ես չգիտեի որ Հայաստանում եւ կենտրոն կա վերականգնողական ռեաբիլիտացիոն ցենտր էլի, չգիտեի այդպես տեղ կա вообще։ Ու ինձի խոսած հետս, հետո մյուս օրը իրար տեսանք, ինձի բացատրեց ասում աստեղ կենտրոն կա, եթե ուզում ես Աստծո հետ ծանոթանաս, կյանքդ փոխես, կարամ քեզի ծանոթացնեմ էդիկ եղբայրի հետ, այդաս մի 2 օր բացատրում էր, ծանոթացնում էր տենց պայմանների հետ, գնացիմ կենտրոն, էդիկ եղբայրի հետ ծանոթացրեց, մնացիմ մի ամիս где-то մնացիմ կենտրոնում, դե իմ համար էլ դժվար է вообще մենտալիտետը ուրիշ է, ես ուրիշ Ռուսաստան, ես հայերի հետ դժվար է, այնել մի հատ մտամ մի հատ տուն 11 հոգի, սա հանցագործ նարկոման։ Ու մի ամիս ապրեցիմ, ասիմ չէ, վերջերս հավքեցիմ, գնացիմ ու մյուս օրը ավտոբուսի մեջ եթում էի, իրիկունը գնացել էի, մյուս օրը ժամը 2-3 կոմերն է, ցերեկ ավտոբուսի մեջ եթում էի, մի հատ 20 տարեկան երեխա, տղա էլ 20 տարեկան, ես նստած նայում էր, սենց աշկերը չէր պոկում, ես նայում էր, ամանչում էի, դուրս ես տղան խի այնց նայում, տենց հելա, միջև վերջի կանգար հետս եկավ, հետևիցս հելավ, ու ասում է, աղբեր կարելի է 2 բար քեզ ասեմ, ասում եմ, ասում է, Աստված մեջքիդ հետևը կայենց, ասում է, բացի սիրտդ թող, խի ես ասում է, պայքարում ես, ոնց որ կռիվ չես թողում, խի, տենց շոկի մեջ ապշած ես, սենց կայնած չէի կարում հասկանալ, այդ օրը ես էլի հետ եկամ կենտրոն, ուզում եմ ասեմ պրոստը, ես չեմ ասում հիմա նենց սաղ գործեր ես լավացել է, սաղ դզվել եմ պովնստյու, բայց ճամփին կայնած եմ դզվելու ճամփին, մի բան պետք է հասկանանք, որ մեր կյանքը մի վայրկյանվա մեջ կարա պրոստը կդրվի ու չենք հասցնի, ապաշխարենք, պետք է հասկանանք էդ էլի, պետք է Հիսուսի հետ ապրենք, ես ինքս հիմա մկրտվել եմ, օտար լեզուներով էլ աղոթում եմ, շատ մերսի,